հնարավոր է ավելացնել, կրկնապատկել օգտակարությունը, միգուցե պատրաստման եղանակը կամ այլ մթերքների հետ համադրելով, օրինակ ֆերմենտացնելով ծաղկակաղամբը, ինչու ոչ։ Այո, կան տարբերակներ, պատրաստման դրանք տարբեր են։ Մաքսիմալ, այսպես ասած, էֆեկտ ստանալու համար իրականում ցանկալի է օգտագործել հում վիճակում, պարզապես մանր կտրատված, որովհետև մանր կտրատելու ընթացքում մենք ակտիվացնում ենք այն նյութերը, որոնք որ հենց պատասխանատու են այդ բոլոր լավ հակաքաղցկեղային ռեակցիաների համար կամ ուղղակի բերանում այսպես լավ իրան մանրացված ծամել։ Այդ տարբերակներից մեկը։ Մյուսը շոքեխաշելն է, բայց ոչ շատ երկար, հա, 5 րոպեից ոչ ավել, քանի որ քիչ-քիչ ոնց որ այդ նյութերը կապը ակտիվանան։ Մյուս տարբերակները օգտագործել օրինակ ճարպերով, ձիթապտղի ձետ կարող եք ավելացնել կամ ինչպես նշեցի, չեդդեր, պարմեզան, հա, ջեռոցում եփելու ժամանակ համը շատ լավ է ստացվում, պլյուս այդ ճարպերը օգնում են օրինակ վիտամինայի յուրացման։